Դու Պոինթի սիրելի ունկնդիրներ, այսօր իմ հյուրը Հարություն Մկրտչյանն է, և մենք խոսելու ենք մեր քաղաքական օրակարգի գլխավոր խնդիրներից։ Բարի օր, պարոն Մկրտչյան։ Բարև ձեզ, Տիկին Անդրեան։ Հուսամ տաղավարը ձեզ ծանոթ է։ Ծանոթ է, տեսնում եմ փոփոխություններ տաղավարում։ Դրական փոփոխություններ։ Իհարկե, դրական փոփոխություններ։ Հրաշալի է։ Այսօր Ադրբեջանից 22 վագոն կարծես թե բենզին է մտնում Հայաստան։ Ձեր գնահատականով դա ինչ է նշանակում։ Եկեք տնտեսական ասպեկտը թողնենք մի կողմ, անդրադառնանք քաղաքական կողմին։ Մեզ համար դա որևէ նշանակություն ունի կապված տրիպի հետ, կապված Հայաստանի Հանրապետության անվտանգության հետ և կապված Հայաստանի Հանրապետությունում արդեն հայտնի պատմական, դարակազմիկ և այլն մենաշնորհների վերացման հետ։ Շնորհակալ եմ Տիկին Անդամյան հնարավորության համար, իհարկե կապ ունի, վերջին շրջանում հատկապես արդիական է խաղաղության օրակարգի վերաբերյալ քննարկումները, վերջնական խաղաղության հասնելու նպատակի սահմանումը Հայաստանի Հանրապետության իշխանությունների և չեմ վախենա ասել նաև ժողովրդի կողմից։ Եվ այս համատեքստում տնտեսական կապերը և տնտեսական կապերի վերականգնումը կամ նոր ստեղծումը Ադրբեջանի հետ և այստեղ պետք չէ նաև Թուրքիային անտեսել, Թուրքիայի հետ, դա կարող է նպաստել խաղաղության օրակարգին։ Հատկապես Էրդողանի հայտարարություններից հետո։ Սա կարող է նպաստել խաղաղության օրակարգին առաջին հերթին, որովհետև խաղաղությունը պոզով, պոչով անտեսանելի կենդանի չի և խաղաղությունը շոշափելի է դառնում, անխոցելի է դառնում կամ քիչ խոցելի է դառնում հատկապես տնտեսական կապերի ստեղծման արդյունքում։ Եվ մենաշնորհների մասով իհարկե Հայաստանի Հանրապետությունը ցավոք սրտի մենք սիրում ենք պատմության ուրվականների հետ կռիվ տալ, անընդհատ անցյալի մեր սխալները, անցյալի մեր ողբերգությունները բերել ներկայի վրա, ներկայի պարանոցին փաթաթել, աճող մատաղ սերնդի պարանոցին փաթաթել Դե դա գիտեք կովկասյան ավանդույթ է, չէ՞։ Այո, ու բարդույթավորել հասարակությանը, այնինչ ես այստեղ այլ տարբերակ եմ դիտարկում, այո, Հայոց ցեղասպանությունը անժխտելի փաստ է, դա միջազգային հանրության սեփականությունն է դարձել վաղուց, բազմաթիվ ճանաչված պետություններ, ինքնիշխան պետություններ, հզոր պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դատապարտել են Հայոց ցեղասպանությունը և դա որևէ մեկը կասկածի տակ չի դնում։ Բայց ես այլ հարց եմ առաջ քաշում, իսկ ով պետքա պատասխան տա վերջին 3 տասնամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած սպիտակ ցեղասպանության, սպիտակ գենոցիդի համար, որովհետև գիտեք, Օսմանյան կայսրության ժամանակ այն ինչ որ տեղի է ունեցել, ինչ որ առումով ինձ համար հասկանալի է ինչ մասով, որ դա իրականացվել է թշնամիների երրորդ պետությունների ձեռքով և մեզ կոտորել են մեր թշնամիները, մեզ մեր բնորանից տեղահանել են մեր թշնամիները, բայց այն ինչ որ տեղի է ունեցել վերջին 30 տարիների ընթացքում, ցավոք սրտի տեղի է ունեցել հայի ձեռքով և 1.300.000 մեր հայրենակիցները, որ 30 տարվա ընթացքում թքել են այս հողու ջրի վրա ու հեռացել են, սա տեղահանություն է, սա ցեղասպանություն է, սպիտակ գենոցիդ է, որտեղ է պատճառները։ Երբ որ խորանում ենք պատճառների մեջ, դա հավերժական թշնամության քարոզն է առաջին հերթին, որ պետք է հարևանների հետ հավերժական թշնամի լինել, հավերժական թշնամություն քարոզել։ Հաջորդը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված շրջափակման քաղաքականությունն է, որը այսպես գործուն դերն է ունեցել այդ հարցում։ Եթե չլիներ Թուրքիայի կողմից և Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակում, վստահաբար 1.300.000 մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը վատ ապրուստի, սոցիալական ծանր բեռի տակ կքած չլինելով, չէին լքի Հայաստանի Հանրապետությունը։ Այդ պարագայում ինչով եք բացատրում, որ շատ-շատերը գտնում են, որ սահմանները բացել պետք չէ, և մենք այսպես էլ լավ ենք զգում։ Ես չէի կարծում, Եվ տեսեք այստեղ ինչ տեղի ունեցավ, դուք իհարկե բացարձակապես ձեր ասածների հետ ճիշտ եմ, դուք միանգամայն ճիշտ նկարագրեցիք ամեն ինչը, բայց մենք ունեցանք փաստ, որ
Կարա Կալասի եւ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնի հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը ժողովրդավարական ընտրություններին աջակցություն կիբերանվտանգության դեմ պայքարի, Հիբրիդային պատերազմի այո, դեմ պայքար։ հիբրիդային պատերազմի դեմ պայքարի համար աջակցություն խնդրեց եւ բնականաբար ստացավ բավականին գործուն աջակցություն 20 կարծում եմ։ միլիոն եվրոյի չափով։ Եվ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում ոնց ուզում եք վերցրեք, սկսվեց լյուստրացիան։ Այն պատմական լյուստրացիան, որի մասին մենք շատ երկար խոսում էինք։ Բնական Հիմա գնաց, այո, գնաց բացարձակ բնական լյուստրացիա, որովհետև այդ ժողովրդավարական ընտրություն անցկացնելու, իրական ընտրություն անցկացնելու դեմ այսօր հանդես են գալիս փորձագիտական, քաղաքական, լրատվական դաշտում բոլոր նրանք, ովքեր հասկանում են, որ դա լինելու է պայքար, իրական, գործուն պայքար հենց իրենց դեմ, որովհետև իրենք իրենց ամբողջ գործունեությունը նպատակաուղղում են մեկ հանգամանքի. Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինի ժողովրդավար, չպետք է լինի ինքնիշխան երկիր։ Ասում եք ովքեր են այդ շատ-շատերը, այ նրանք են այդ շատ-շատերը, որոնք այսօր չեն ուզում Հայաստանի Հանրապետությունը ոչ զարգանա, ոչ անվտանգ լինի եւ ընդհանրապես վերադառնանք սովետական այն տաք բարի ճահիճը, որտեղ գործերը կռկռում էին, բայց գործերին լավ էին կերակրում։ Այդ դա է մեր այսօրվա իրականությունը։ Ես շարունակում եմ պնդել, որ իրանք շատ չեն։ Ես իրենց անվանում եմ փոքրիկ գերակտիվ համայնք, շատ փոքրիկ համայնք, բայց գերակտիվ համայնք, ովքեր ունեն բազմաթիվ լրատվական միջոցներ գրպանային, չեմ վախենա այս բառն օգտագործել ամենայն հարգանքով բոլոր լրագրողների նկատմամբ, ովքեր իրենց մասնագիտությանն են իրավամբ ծառայում։ Գուցե նաև իրենց կամքից անկախ, եկեք էտել ֆիքսենք։ Գուցե սոցիալական վիճակը։ Այո, տարբեր հանգամանքներից ելնելով կարող է լինել։ Դրանք շատ փոքրիկ այդ համայնքը շատ փոքրիկ է եւ գերակտիվ է։ Ակնհայտ է իրենք լուստրացված են, իրենց դեմքը պատռված է վաղուց 2020 թվականի պատերազմի օրերից սկսած մինչև մեր օրեր, անընդհատ տարբեր առիթներով նրանք ի հայտ են գալիս։ Հիմա փորձում են դեմքեր փոխել քաղաքական դաշտում, այդ process-ն էլ է սկսվել։ Փորձում են Սերժ Սարգսյանի մնացորդներին բերել քաղաքական գործոն դարձնել, փորձում են Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցած գրպանային գործիչներին բերել գործոն դարձնել, փորձում են Կրեմլում Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների քթիտակ եւ վերահսկողության արդյունքում հարստացած գործիչների Հայաստանի Հանրապետություն գործ ուղղել եւ ժողովրդավարական գործիքակազմից օգտվելով իրենք տեսեք չեն ասում ենք գանք իշխանությունը զավթենք, դադարել են կարծես թե դրանից։ Ոչ, մենք գնում ենք ժողովրդավարական ընտրություններով, հասարակությանը մոլորեցնելով, սոցիալական խոցելի վիճակը հասարակության մատի փաթաթան դարձնելով, օրինակ Ռուսաստանի Դաշնությունից գործ ուղղված հայտնի հայկական Իվանեշվիլին եւ իր շրջապատը ինչ են ասում։ Եկեք արձանագրենք նաև այն փաստը, որ օրինակ Սամվել Կարապետյանը երբևէ Հայաստանի Հանրապետությունում չէր հայտնվի, եթե նույն այդ Կրեմլի, չգիտեմ որ սենյակում որոշման համաձայն Ռուբեն Վարդանյանը բանտից ազատվեր եւ հերոսի դափնիներով վերադառնար Հայաստան, բայց ինչ որ բան չստացվեց։ Բաքվի եւ Մոսկվայի, այո, հերթական անգամ Ալիևը դասական լեզվով ասած քցեց։ Այո, դասականները միշտ են քցում Մոսկվայում եւ ստացվեց, որ Սամվել Կարապետյանը պիտի գա այստեղ։ Տեսեք, մենք ունեցանք Սամվել Կարապետյանի ձերբակալություն, բայց մենք կգնանք այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության իշխանությունը կունենա այնքան քաղաքական կամք, որ ինչպես Մոլդովայում չթույլ տա ընտրություններին մասնակցել, թույլ չտա ընտրություններին մասնակցել, պարզապես չգրանցի իբրև կուսակցություն Սամվել Կարապետյանի եղբորորդու գլխավորած շարժումը, որը չգիտես ինչու, ինչ հնարքով, ինչ մեծարանքով անվանում են ժողովրդական։ Այդ ժողովրդական ես ընդհանրապես չեմ կարողանում հասկանալ։ Եվ մի քանի այսպես կետային հարցեր կամ մտորումներ հնչեցնեմ, որը կարծում եմ իրավապահ համակարգի ուշադրությունից չի վրիպի։ Օրինակ
խոսում էինք հայկական Իվանիշվիլուց կամ Սամվել Կարապետյանից կամ իրենց ձևավորված ճակերտավոր ժողովրդական շարժումից, տեսեք այդ շարժումը Հայաստանի Հանրապետության ներսում ցանցային աշխատանք է տանում։ Չկա գյուղ, կարծես թե, չկա քաղաք վստահաբար չկա, որտեղ իրենք գրասենյակ չունենան։ Եվ ինչու՞ են զբաղվում այդ գրասենյակով։ Գրասենյակ, որտեղ առնվազն մի քանի, եթե ոչ մի քանի տասնյակ աշխատող գրանցված իրենք չունենան։ Այսինքն կներեք, ազնիվ չի կարծես թե։ Դոլարային միլիարդատերը, որ պարծենում այնք ունի Հայաստանի բյուջեի չափ գումար, մտել է քաղաքական process-ների մեջ, մեր քթի տակ մենք ունեցել ենք օրինակ վրացական օրինակը, թե ինչպես այդ միլիարդները կամ այդ կեղտոտ գումարները քաղաքականության մեջ շրջանառության մեջ դրվելով իշխանություն ուզուրպացվում եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները դեռևս լուռ են։ Այստեղ երկու հանգամանքով սա կարող է պայմանավորված լինել։ Մեկը, որ իշխող քաղաքական ուժի համար քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Սամվել Կարապետյանը կամ նրա եղբոր որդու կողմից ձևավորված ճակերտավոր շարժումը իրենց ձեռնտու է, չափից ավել խոցելի է եւ հերթական ձեռնտու ընդդիմության կերտման ճանապարհին են իրենք, կամ իրենք ուղղակի քաղաքական հասունություն չեն դրսևորում եւ քաղաքական կամք չեն դրսևորում եւ այս ուժին իր տեղը ցույց չեն տալիս։ Հայտարարությունները ամենօրյա ռեժիմով կարվում են, ամենաբարձր մակարդակով։ Օրինակ, որ դրսից բերված տղա է, ֆինանսական միջոցները գործի դնող է, ստով եւ մանիպուլյացիայով է իր ճանապարհն անցնում կամ կառուցում։ Պարոն Մկրտչյան, չեք կարծում, որ այն ձեր ասած այդ գործունեությունը որ կողմից էլ նայեք նշանակում է ընտրակաշարք։ Իհարկե։ Ի վերջո նաեւ Հայաստանի Հանրապետության իշխանությանը վարչապետին եւ արտաքին գործերի նախարարին եվրոպացի գործընկերներն են մատնացույց անում, թե որ երկիրը պետքա օրինակ վերցնի Հայաստանի Հանրապետությունը եւ ինչպես պետքա պայքարի։ Մոլդովայի օրինակներ այնտեղ կարմիր գծով նշվում։ Մոլդովայի օրինակով պետքա պայքարել եւ թույլ չտալ հիբրիդային պատերազմի գործիքակազմի կիրառմամբ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն վերցնել։ Ֆրանսիական օրինակը կարելի է վերցնել։ Փայլուն օրինակ մեր բարեկամ Ֆրանսիան ապացուցել է, որ կարելի է արտաքին կապերով պայմանավորված այս կամ այն քաղաքական ուժի կամ քաղաքական դեմքի գործունեությունը ով էլ ուզում է լինի, անգամ Փարիզի նախկին քաղաքապետը արգելել գործունեությունը։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը ավելի վատ բան ասեմ, եթե այս մարդիկ ինձ գումարներն են բերել եւ շրջանառության մեջ դրել, ձեռի հետ էլ մեր նման խոսացող մարդկանց 9 միլիոնի պահանջ են դատարաններում ներկայացնում, երևի դրա կարիքն ունեն։ Իհարկե։ Երևի ունեն կամ երևի այդպիսի 9 միլիոններով երևի այդպիսի 9 միլիոններով են դարձել դոլարային միլիարդատեր, ինչպես կորոշի դատարանը, այդպես էլ կանենք, ամեն դեպքում ես չեմ պատրաստվում դրա հետ հաշտվել։ Ունենք այլ քաղաքական ուժեր, որոնք բացահայտ Հայաստանի Հանրապետության դեմ տերորիստական գործողություններ նախապատրաստած շրջանակներին կամ նախապատրաստող շրջանակներին, որևէ մեկի անմեղության կանխաբար կասնել չեն խախտում։ Ըստ իրավապահների, Հայաստանի Հանրապետության իրավապահների, այդպիսի գործողություններ են պլանավորվել։ Ուժեր կան, օրինակ Դաշնակցությունը։ Ուղիղ եմ ասում, Դաշնակցությունը, որ պաշտպանում են այս մարդկանց։ Տերորիստական գործողություններ նախապատրաստած շրջանակին պաշտպանում են, արդարացնում են, որ նռնակի մեջ սիսեր էր, դա մարտական նռնակ չէր, այն ինչ մարտական նռնակ է եղել, արդարացնում են, որ դե ասեցին, ոչ արեցին, արդարացնում են ի վերջո հոկտեմբերի 27-ը, ասում են հոկտեմբերի 27-ը էմոցիոնալ պորտում էր ժողովրդի սրտից էր եւ այլն։ Հիմա իշխանությունների կրավորական դիրքորոշումը մենք ինչպես բնութագրենք։ Ես ունեմ սրա պատասխանը եւ գրեթե 70%-ով ես համոզված եմ իմ տեսակետի ճշմարտացիության վրա, որ օրվա իշխանությունը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է գործում։ Իրենց ձեռ է տալիս այսօրվա ընդդիմությունը ամբողջությամբ տիտղոսային շարունակում են այդ ընդդիմության հետ աշխատել։ Ես չեմ ասում, տեսեք, որ նրանք կուլիսներում պայմանավորվում են, փակ մութ սենյակներում հանդիպում են Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը կամ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, բայց նրանք հայացքներով եւ գործողություններով մեկը մյուսին հասկանում են։ Ի վերջո, ազգային ժողովի նախագահան չէր, որ հելել հայտարարում էր, որ Աստծո կողմից տրված պարգև է այս ընդդիմությունը իրենց համար։
քաղաքական նպատակահարմարությունից ելնելով օրվա իշխանությունների համար ավելի կոմֆորտ զոնա, քան այսօրվա ընդդիմություն իշխանություն հարաբերություններն են եւ ձևավորված կոնֆիգուրացիան չի կարող լինել ուղղակի։ Քանի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եւ նրանց սատելիտ ուժերը կամ Պուտինի վկաները Հայաստանի Հանրապետությունում ուզում են ընդդիմություն ներկայանալ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ է։ Հիմա իրենք մեզ հակադարձում են, ասում են՝ դե լավ, դուք եք մասնակցում ընտրություններին, դուք արդյունք գրանցեք։ Դա այստեղ է հիմնական շան գլուխը թաղված, այստեղ է թաղված, որ այնպես չի, որ Ես կարծում եմ հիմա Հայաստանի Հանրապետության կներեք քաղաքական դաշտում պարզապես տեղի ունենում հերթական վերասերումը քաղաքական ուժերի, որովհետև ակնհայտ է, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը այլևս չունեն նախկին քաղաքական կապիտալը։ Ռոբերտ Քոչարյանը հիշում եք, չէ՞, ինչ լոզունգ ուներ քոքը մաշեցնելու։ Այդ քոքը մաշեցնելու ընթացքում իր քոքն էլ բավականաչափ մաշվեց, բայց ի հայտ եկավ Սամվել Կարապետյանը, եւ Սամվել Կարապետյանը փորձելու է փոխել, այսպես ասած, ռուսամետ, ռուսամոլ, ռուսահպատակ ընդդիմության դեմքը, փոխում է ընդհանրապես քաղաքականությունը, որովհետև բոլոր այն կարգախոսները, որոնցով ներկայանում է Նարեկ Կարապետյանը, իրենց հենքում չունեն։ Որոնք են այդ կարգախոսները, մի քանիսից։ Օրինակ Սամվել Կարապետյանը մտածում է ձեր մասին։ Լուրջ եք ասում։ Ձեր մասին, այո, ինչ է մտածում գրողոտանի ոչ ոք չգիտի, բայց մտածում է ձեր մասին։ Առաջադրում են բավականաչափ պոպուլիստական եւ բավականաչափ տձև ու տխմար տնտեսական ծրագրեր, որոնք իրական որևէ հենք չունեն։ Ինչու կենսագործվելու։ Ինչու են այդպիսի առաջարկները։ Որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական ընտրողին դե ֆակտո հետաքրքրում է երկու խնդիր՝ անվտանգություն, որը իրենք ապահովելու են իրենց ասելով, եւ իհարկե աշխատատեղ։ Այս ընտրակաշարքը, որ հիմա լայնորեն բաժանվում է ձեր ասած գրասենյակների բացման, մարդկանց հնարավորինս մեծ թվով մարդկանց իրենց շրջանակներում ներգրավելու, ոչինչ չանելու դիմաց վճարելու տեսքով, վերջին հաշվով 2026-ի Սամվել Կարապետյանի դատերին կարող են ներկայանալ կարծում։ Այո, իհարկե կարող են նաև մայրաթոր գնալ միանշանակ է։ Իհարկե իրենց խրամատը բավականաչափ լայն է, բայց ես ուղղակի չեմ հասկանում Հայաստանի Հանրապետությունում նույն այդ պատմական միջին վիճակագրական ընտրողը կարծում է, որ հունիսի 7-ին ընտրությունները կատարելուց հետո հունիսի 8-ի լուսաբացը չի բացվելու, այսինքն կյանքը չի շարունակվելու, մենք չենք շարունակելու ապրել։ Այ եթե կներեք, ես ավարտեմ, որովհետև եթե մենք շարունակելու ենք ապրել, միանշանակ է, որ Սամվել Կարապետյանը չլինի, Նարեկ Կարապետյանը լինի կամ ինչ որ մեկ այլ ֆիգուր ի հայտ գա, միևնույն է, իրենք իշխանության չեն գալու։ Իսկ եթե իրենք չեկան իշխանության, ակնհայտ է, որ այն բոլոր խոստումները, այն բոլոր պոպուլիստական կարգախոսները եւ այն բոլոր առաջարկները, որ մենք ձեզ համար կկառուցենք, ինչպես դուք էիք ասում, ամեն գյուղում մի գործարան, ամեն քաղաքում մի եկեղեցի, չգիտեմ ինչ, այդ բոլորը հոց են ցնդելու, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունից որևէ մեկը թույլ չի տա, որ թեկուս մեկ կոպեկ մտնի Հայաստանային պարագայում, երբ իրենց դրածոն չէ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն։ Սա աքսիոմա է, այս աքսիոման գործել է բոլոր երկրներում, բայց քաղաքացիները դա պետք է գիտակցեն ոչ թե, ինչ ասեմ, մեր ասելով, ձեր, իմ, ուրիշների ասելով, քաղաքացիները դա պետք է գիտակցեն իրենց արդեն Հայաստանի Հանրապետության այսքան վերջին տարիների ընտրությունների իրենց փորձով։ Լավ, 5000 դրամով էին ձայն ծախում, 10,000-ով, 20,000-ով, լավ, $100 են ծախելու, շատ ավելի մեծ գումարով են ծախելու։ Ավարտվեց այդ գումարը, հետո ինչ են անելու։ Սա է խնդիրը։ Ուտենք գնան զուգարան կավարտվի այդ ամեն ինչը մի քիչ պատկերավորած։ Իրենք չեն ունենալու իրենց ակնկալած աշխատատեղը, սա ակնհայտ է, եւ իրենք վտանգի տակ են դնելու այ իրենց երեխաներին։ Ես մեկ այլ դիրքից ես այս հարցին
կմոտենայի։ Տեսեք, միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրության գնալուց ինչա հաշվի առնում։ Ուժերի հարաբերակցություն եւ ինչ ուժեր կան։ Ցավոք սրտի, այստեղ պետք է ասեմ, որ օրվա իշխանության առանձին ներկայացուցիչների եւ շատ բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքով երբեմն հենց այս շրջանակը, մյուս հակապետական շրջանակը ստանում է հավելյալ քաղաքական կշիռ։ Չեք կարծում, որ միտումնավոր մեր հայրենակիցներին, մեր միջին վիճակագրական հայրենակիցներին փորձ են անում, որպեսզի մոլորեցնեն։ Կամ կա սպիտակների քաղաքական ուժ, որ հռչակել է ԿՊ-ն իրեն, կամ կա սևերի քաղաքական ուժեր, որոնք իրականում սև են եւ սև ու մութ նպատակներ ունեն Հայաստանի Հանրապետության հետ։ Հիմա Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացին էս իրավիճակում ինչպես պետքա կողմնորոշվի։ Ես կարծում եմ, որ այս փուլից սկսած պետքա հանրային խոսքով հանդես եկող եւ առողջ տրամաբանության մեջ տեղավորվող պետականության դիրքերից հանդես եկող յուրաքանչյուր գործիչ իր խնդիրը դարձնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամենօրյա խոսակցությունը այս թեմայով։ Ինչպես ճիշտ ընտրել 2026 թվականին խորհրդարան։ Դուք շատ փայլուն ներկայացրեցիք, այսպես թե այնպես, այդ ձևավորներն ու անձևները իշխանություն չեն կարող վերցնել, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին հավաքական առումով իր խելքը հացի հետ չի կերել, որ դրանց իշխանություն տա։ Եվ կարծում եմ, որ իշխանություններն էլ պատրաստ չեն իշխանությունը զիջել հակապետական տարերին։ Ու չեն էլ զիջի։ Ինչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ ինչ արեց 2021 թվականի ընտրությունները։ Բերեց պրոռուսական ուժերին փաթաթեց Հայաստանի Հանրապետության պարանոցին։ Դրա համար 5 տարի շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դրա համար 5 տարի շարունակ Հայաստանի Հանրապետությունում դեռևս մենք քննարկում ենք հապկը մեզ արեց, օգնեց, չօգնեց, հապկում ենք, մնացել ենք, սառել ենք, տաք ենք, չգիտեմ ինչ ենք։ Այդ ձեր ընտրության արդյունքն է։ Խորհրդարանում լիներ մի հատ ընդգծված պրոարևմտյան, պետականամետ առաջին հերթին, հայամետ քաղաքական ուժ, այս հարցը այսքան պիտի քննարկվեր։ Առաջին իսկ հնարավորության պարագայում վարչապետի սեղանին պիտի դրվեր ու պահանջեր, որ լուծման հասնի։ Եթե հապկում Հայաստանի Հանրապետությունը չունի դաշնակիցներ, ավելին Ադրբեջանն ավելի շատ դաշնակիցներ ունի, քան մենք։ Հապկը դավաճանել է մեզ, իր պայմանագրային պարտավորվածությունները չի կատարել։ Կներեք ինչի դուրս չենք գալիս։ Հանրության շրջանում կա այդ պահանջը, բայց խորհրդարանում չկա այդ պահանջը, որովհետև հապկի արտակարգ եւ լիազոր դեսպաններն են այնտեղ նստած։ Վլադիմիր Պուտինի անձնական օգտագործման Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում գործող քաղաքական ուժերն ու գործիչներն են այնտեղ նստած։ Դրա համար այդ հարցը չի բարձրացվում։ Երբ որ քննարկվում էր Եվրաքվեի նախաձեռնությունը ազգային ժողովում, մենք տեսանք թե ինչ պատկեր ունենք։ Երկու խմբակցություն, Սերժ Սարգսյանի խմբակցությունն ու Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունը, մեկը բոյկոտեց, մեկը ավել պակաս խոսեց, պիտակավորեց այդ նախաձեռնությունը, ու այդպես էլ դրա հետևից չգնացին։ Սա օգուտ էր Հայաստանի Հանրապետությանը, թե վնաս, միանշանակ վնաս էր։ Հայաստանի Հանրապետությունը հիմա ինստիտուտների կայացման ճանապարհին բազմաթիվ բարափոխումներ է իրականացվում։ Տեմպերի մասին կարող ենք վիճել, բավարարի, չբավարարի, իրականում ինչ չի բավարարում այդ տեմպերը, բայց ամեն դեպքում այդ կատարվող աշխատանքը ներսից ազգային ժողովի մակարդակով արգելակվում է, թույլ չի տրվում, որպեսզի պետությունը արագ տեմպերով այդ քայլերին հասնի։ 2026-ին պետք է նպատակ սահմանի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամենապարզ բանաձևերով անգամ ամեն ինչ անել պլան մաքսիմում պետք է ունենալ եւ պլան մինիմում։ Պլան մաքսիմումը ԿՊ-ին զրկել միանձնյա իշխանությունից եւ Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությունը լինի կոալիցիա, որ ասում եմ, այստեղ էլ ստիպված եմ ճակերտները բացել։ Կոալիցիա, որ ասում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի ստվար զանգված կոալիցիան հասկանում է ԶԱԳՍ-ի տրամաբանության, որ տերես հնազանդես կարգավիճակով պետք է լինի։ Ոչ։ Եվ ՑՄ կոալիցիաները կարող են ստեղծվել, ունենալ 1 ամսվա կյանք, 2 ամսվա կյանք կամ 5 տարվա կյանք։
Յուրաքանչյուր պահի կարող է գաղափարական տարաձայնություններով պայմանավորված այդ կոալիցիան փլուզվի եւ գնանք նոր ընտրությունների։ Եվ դրանից միայն պետությունը քշայի դա ժողովրդավարությունը, այդպիսին է խորհրդարանական կառավարման մոդելը, իսկ ով ասեց, որ Հայաստանի Հանրապետությունը խալիֆատ է։ Դուք լուրջ մտածում եք, որ Հայաստանի Հանրապետությունը խալիֆատ է, ու Հայաստանի Հանրապետությունում, որ որևէ մեկին չի հաջողվել երրորդ անգամ Հայաստանի Հանրապետության իշխանություն վերցնելու հայտ ներկայացնել, այս մարդկանց հաջողվելու է, գուցե հաջողվի, էլի չեմ վիճի։ Բայց լավ, եկեք մի քիչ մտածենք այս երկրի մասին։ Ինչա լինելու 2031-ին։ Լավ, այս անգամ էլ հաջողվեց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, ընդգծում ու շեշտում եմ Նիկոլ Փաշինյանի անձնական հատկանիշների շնորհիվ քաղաքացիական պայմանագրին իշխանություն վերցնել։ Իդեպ թող պայմանագրի բոլոր անդամները հատուկ շնորհակալություն հայտնեն իրենց առաջնորդին, որտեղ շարունակում եմ պնդել, որ այդ կուսակցությունը անձի վրա եւ անձի շուրջ ձևավորված ու պահպանվող կուսակցություն է։ Ընդունենք, որ այս անգամ էլ հաջողվեց։ 4-րդ անգամ քաղաքացիական պայմանագրին եւ Նիկոլ Փաշինյանին իրենք հույս ունեն, որ հնարավորություն է տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացին իշխանություն վերցնել։ Ես կարծում եմ Հայաստանը Գերմանիա չի եւ Մերկելի պես Նիկոլ Փաշինյանը չի կարող։ Եվ ի վերջո հայ ժողովուրդը ամեն 10-15 տարին պորտկում է ունենում։ Բնական է, տեսեք, դուք շատ հետաքրքիր հարցեր բարձրացրեցիք, բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել երկու հանգամանք։ Օրինակ Հայաստանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը եւ հանդիպումներ է ունեցել ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի նախարար Նիկոլ Փաշինյանի հետ, պաշտոնական հաղորդագրությունները ինչպես միշտ ասում են ամեն ինչ ու ոչինչ։ Դե ֆակտո եկեք հասկանանք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ինչ է քննարկել Հայաստանում։ Կոնկրետ մենք դեպի ՆԱՏՕ քայլ անում ենք, անելու ենք, մտադիր ենք անել։ Ինձ է կարծում։ Ձեր գնահատականն Ես եմ միանշանակ ուզում եմ դեպի ՆԱՏՕ քայլ անենք, ես միանշանակ ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնա, որքան էլ որ այդտեղ խնդիրների մենք կարող ենք բախվել, սկսած Թուրքիայի վետոից, վերջացրած այլ ոչ բարյացակամությամբ տրամադրված պետությունների, բայց ամեն դեպքում աշխատանք պետք է տանենք։ Ինչու պիտի Թուրքիան Հայաստանի Հանրապետության Ինչու պիտի Թուրքիան վետո դնի։ Դե Թուրքիան այդպես Արդյոք է մեր այդ ասում, կարծրատիպային մտածողությունը իրականում ես չի, այն որ կարծիքին Թուրքիան մեզ պարտադիր պետք է վետո դնի։ Շատ ավելի հավանական է վետո դնի բոլորովին այլ պետություն։ Շատ է, եթե 2026-ին ասենք Հունգարիայում Օրբանին նորից հաջողվեց վերարտադրվել, որը խիստ կասկածելի ավելի է, հավանական։ որ չէ, որը խիստ կասկածելի է, ես Չէ, կարծում ավելի եմ հավանական է վետոյի կիրառումը Հունգարիայի կողմից։ Այո, Դեմ իհարկե։ չեմ։ Ես Սլովենիան գայի վերջը ես չեմ կարծում, որ Թուրքիան, այս Թուրքիան, որը Էրդողանն է ղեկավարում, այն Էրդողանն, որի արտաքին գործերի նախարարը, հենց ինքը անverջ հնչեցնում են տեսակետ, որ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն, հայ-թուրքական հարաբերությունները պետք է զարգանան, նույնիսկ պատրաստ էին ըստ Ֆիդանի եկող տարվա առաջին կեսում գնալ սահմանի բացման ու համաձայնագրի ստորագրման։ Դուք ասում եք, տեսեք, դուք ասեցիք մի քանի անգամ ըստ Թուրքիայի, ըստ Ֆիդանի, ըստ այս պաշտոնյայի, ըստ այն պաշտոնյայի, այստեղ էլ ես խնդիր եմ տեսնում, որովհետև Թուրքիայի սահմանի փակումը Թուրքիայի կողմից, հայ-թուրքական սահմանի փակումը սանկցիոն գործողություն է եղել։ Եվ այս հարցում ցավոք սրտի չեմ տեսնում հայկական դիվանագիտության ավելի համառ գործուն ջանքերը Թուրքիայի հետ սահմանը օր առաջ բացելու։ Գիտեք, կարծիք են ձևավորում, որ պետքա Թուրքիան ընդառաջ քայլանի, Թուրքիան պետքա ձեռք մեկնի, մենք պետքա մտածենք այդ ձեռքը սեղմենք թե չէ, այստեղ պետքա հակառակը լինի։ Հայկական կողմը ամենօրյա, ամենժամյա տքնաջան աշխատանք պիտի տանի, որպեսզի այդ սահմանը Ես կարծում եմ, որ հայկական կողմը այդ աշխատանքը տանում է, բայց այստեղ կա մեկ այլ խնդիր։ Հայ-ադրբեջանական։ Ոչ, բացարձակապես հայ-ադրբեջանական այս պարագայում խնդիր չի հակառակ երկու երկրներից լինող հայտարարությունների։ Ես կարծում եմ, որ պարզապես նույն այդ Էրդողանը, որը պատրաստվում է նորից ինչ-որ ֆոկուսով գնալ նախագահության, փորձում է առևտուր անել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Լավ, ես բացում եմ սահմանը, լավ, ես մտնում եմ տրիպի մեջ, լավ, ես դիվանագիտական հարաբերություններ եմ հաստատում, ես դա անում եմ քո հորդորով, քո կամքով, դու ինձ ինչ ես տալիս։
Այս առավտուրն է գնում։ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր է եւ ավելին արել է հայ-թուրքական հարաբերությունների համար, բայց այստեղ էլ եմ ասում գնում է ամերիկյան եւ թուրքական կողմերի առավտուրը։ Գուցե ես կարծում եմ, որ գոնե հայտարարությունների մակարդակում ես տեսնում եմ, որ հայկական դիվանագիտությունը միշտ արձագանքողի դերում է եւ Թուրքիայից որևէ պաշտոնյայի խոսելու պարագայում մեր հայ դիվանագետները բավականին երկար մտածում են պատասխանը ինչպես ձևակերպեն, Դուք կպակ իմ ամենացավոտ կետին, իսկ որովհետեւ իրականում պետք է հայկական դիվանագիտությունը նախաձեռնող լինի։ Այո, դուք իմ ամենացավոտ կետին հայկական Հայաստանի պաշտոնական Երևանից հնչող հայտարարություններին ստիպված լինեն թուրք պաշտոնյաներն արձագանքել։ Ես միշտ արձանագրել եմ, որ մեր դիվանագիտությունը եղել է երկրորդ ալիքի դիվանագիտություն։ Միշտ արձագանքողի Այո, միշտ պատասխանող, հերքող, հաստատող մենք պետք է լինենք առաջին ալիքի դիվանագիտության տեր։ Եվ դա է հաջողության բանաձևը։ Այս համատեքստում, եթե մենք ակտիվ ջանքեր գործադրենք, ես կարծում եմ 26 թվականը նաև դրանով նշանավոր կլինի։ Չգիտեմ որքանով են իմ տեղեկությունները հավաստի կամ ոչ հավաստի, տարեսկզբին հայ-թուրքական սահմանի երրորդ երկրի քաղաքացիների համար բացում տեղի կունենա եւ ըստ օդում կախված լուրերի նաեւ տարվա երկրորդ կեսին ընդհանուր հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսք կա։ Աշխատանքները պետքա տանել, պետք է այդ խոսույթները, այդ բամբասանքները կամ այդ օդում կախված լուրերը ամեն ինչ անել, որպեսզի հաստատվի երկու կողմից եւ պաշտոնական Երևանը պիտի այդտեղ նախաձեռնող լինի։ Ու այս համատեքստում աշխատանք կա տանելու։ Տիկին Ադամյան, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին որքան էլ որ մեզ ներկայացնում են, որ այ Թուրքիայի հետ սահմանի բացումը սվիններով կընդունի եւ այլն, դե լավ էլի ժողովուրդ, եկեք վերադառնանք իրականություն։ Մենք այս երկրում ապրում ենք, այս մեր հանրության մի մասն ենք։ Ի վերջո այդ 1.300.000 գենոցիդի ենթարկված քաղաքացիներին ճանաչում ենք ու գիտենք պատճառները որտեղ են, ու մարդիկ այս երկրից ու այս հողու ջրից չեն զզվելու գնացել։ Ապրուստից, լավ օրից չի որ գնացել են։ Լավ օրից չի որ գնացել են, ապրուստից ելնելով իրենց հաց հանապազորյան Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս են փնտրել։ Ինչի համար։ Որովհետև մեզ ասել են Թուրքիան ցեղասպանա, չլինի ռուսական 102-րդ բազան թուրքերը մեզ կմտնեն կհոշոտեն, Ադրբեջանը թշնամի է, Ղարաբաղ ու այս թշնամանքի մթնոլորտում Հայաստանի Հանրապետությունում գիտեք ինչ են ուզում կերտել, ինչ են ուզում Հայաստանի Հանրապետությունից ստանալ։ Սա էլ 26 թվականին ընտրությունների գնացող քաղաքացիների համար հատուկ եմ ասում։ Սերժ Սարգսյանն է բոլորովին վերջերս հայտարարություն արել, հանրապետական ավելի ճիշտ, եւ ասում է Հայաստանում պետքա 102-րդ ռազմաբազայի երկրորդ ֆիլիալը բացվի։ Անվտանգության նկատառումներից ելնելով։ Ոնց որ նման մեկը էլի կար, որ ասում էր։ Մեկը կար, մի կլասիկ դեղատնային գործիչ էլ կար, որ այդպիսի հայտարարություն էր անում, այդ ուշադրություն մի դարձրեք իրեն։ Իրեն անգամ իր տերերն ուշադրություն չեն դարձնում, ընկած տերաման գալիս հիմա իրականում։ Փնտրում է հոգևորականների շրջանում, գնում է բան Վանաձոր, գնում է, չգիտեմ, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս յախտաներ, մախտաներ, հանդիպումներ։ Այդ ուշադրության անցանք առաջ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կիսում են այդ նպատակը, որ պետքա Թուրքիայի հետ սահմանը բացվի, որովհետև առաջին հերթին սա կենսամակարդակի բարձրացման մասին է, Հայաստանի Հանրապետություն հավելյալ ներդրումներ ներգրավելու մասին է, Հայաստանի Հանրապետությունը ավելի գրավիչ դարձնելու մասին է, ի վերջո խաղաղ համակեցության կանոններ հաստատելու մասին է։ Մենք աբորիգեն չենք այս տարածաշրջանում, լավ։ Մենք ի վերջո այս տարածաշրջանում պիտի մեր տեղն ունենանք, պիտի մենք այս տարածաշրջանում հարևանների հետ նորմալ հարաբերվել իմանանք ու իրական Հայաստանի սահմանները անքակտելի պահենք, անխախտ պահենք, թույլ չտանք որևէ մեկը իր քիթը խոթի այդ 29000 փխրուն խոցելի 743 կիլոմետր տարածքի մեջ։ Եվ այդ համատեքստում ձևավորներն ու անձևները մեզ ոչինչ չեն տալու։ Տալու են, ասեմ, Սերժ Սարգսյանը ղողանջում է դրա մասին, հանրապետականը ղողանջում։ Երկրորդ ռազմաբազա, ինչու՞։ Որ Հայաստանի Հանրապետությունում պահեն ընդամենը 3-400-500 լավ քաղաքացի, եւ այդ քաղաքացիները լինեն սպասարկող անձնակազմ ռուսական ռազմաբազայի աշխատակիցների համար։ Հիմքեր ունեն, որ այսպիսի բան եմ ասում։ Հիշենք Սերժ Սարգսյանի կառավարման
տարիները, այն լճացված գաղջ մթնոլորտը, որ տիրում էր Հայաստանի Հանրապետությունում։ Ռազմաբազայի ժամկետի երկարացումը Այդ իրա հերթին, բա քաղաքացիներին պաճկեքով կներեք արտահայտությանս համար Հայաստանի Հանրապետությունից ռուսական տայգաներ տանելը։ Պետական ծրագիր է գործել, դուք հասկանում եք։ Պետական ծրագիր, որ իրականացվել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան եւ Դոմ Մոսկվի հետ համատեղ։ Մարդկանց տվել են ռուսական կարմիր անձնագիր, տվել են Վառոնեժի կամ չգիտեմ որ տայգաներում 3 հատ խոզ, ասել են գնա ապրի։ Դուրս արի ես երկրից։ Դու այստեղ մեզ պետք չես։ Մնաս այստեղ ինչ անես։ Հեղափոխություն անես։ Ամենք ծրագիր ունենք այս երկիրը մեծ ռազմաբազա դարձնելու, այս երկիրը պրոտեկտորատ դարձնելու։ Մեզ էլ մի քանի 100,000 սպասարկող անձնակազմ, մեկ էլ դրանց համար մենաշնորհով շաքարավազ ու մյուս բաներ ներկերողները կան։ Բոլորը ապրում են չաղ, ուրախ եւ բախտավոր։ Սրա մասին է։ Այս ուժերն ինչ պիտի անեն։ 4-5 միլիարդը պիտի թողի Ռուսաստանի Դաշնությանը, գա այստեղ բանանի, հա, կոստյում մաշի, մի կոստյումով, 2 կոստյումով գործի գնա, գա առավոտից երեկո գործարան կառուցի, եկեղեցի կառուցի, աշխատի տանի տա, ոտերը լվա քաղաքացիների ջուրը խմի, լուրջ այդ կարգի միամիտ ենք։ Հասկանալի է, որ թեզերն ու կետերը շատ կետային են իրենք գործարան, ինչ սովետական միության սերունդը, ինչ է ուզում, սովետական միության ժամանակ այս գործարանը կար, այն գործարանը կար։ Իրենք էլ որ գնում են այդ տարածքները, այդ գործարանների ուրվականների հետ զրուցում են։ Այս գործարանը կվերականգնենք, այս գործարանը կվերականգնենք, այստեղ աշխատատեղ կստեղծենք, այնտեղ աշխատատեղ կստեղծենք։ Բա մեկը չկա ասի, հոպարին չէիր կարում այդ գործարանների տեղը ցույց տայր։ Թե հոպարի համարը չունեիր, զանգեիր ասեիր, այստեղ մի հատ բռնաբարված գործարան կա, թալանված գործարան կա։ Հարգելի հորեղբայր։ Հարգելի միլիարդատեր հորեղբայր, օգնիր ոտքի կանգնեցնենք։ Այդ գիտեք ինչի է նմանվում, մի բան կար, գործիչ կար, որ հա, մի գործիչ կար, որ կռիմնաշ, կռիմվաշ այդպես էլ չգիտեր, ավարտում եմ եւ փակենք հաղորդում։ Մի գործիչ կար, որ այդպես էլ չգիտեր, կռիմնաշ իլի կռիմվաշ, այս գործիչն էլ հայտարարում էր պատերազմից անմիջապես հետո, որ ես գիտեմ գերիներին վերադարձնելու ձևը։ Ասում են, ո՞րն է այդ ձևը։ Ասում են, իշխանություն տվեք կասեմ։ Հայտնի անեկդոտին է նմանվում։ Մեքենան մեկի անսարք կանգնում եւ փորձում է վերանորոգել ճանապարհին ամեն մի կիսագրագետ անձնավորություն մոտենում ասում է ես գիտեմ սա ինչից ասում է ինչից է եղբայր տանջվում եմ որ սարքեմ ճանապարհը շարունակեմ ասա վերանորոգեմ անցնեմ առաջ մեքենայից է հիմա սրանք են եկել են Հայաստանի Հանրապետություն ասում են գործ գիտենք որ պիտի կառուցվի կառուցողը դուք եք ունեիք այդ հնարավորությունը Երբ որ քո հայրիկը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, բա չէր կարողանում Սերժ Սարգսյանի ականջին շշնջար, որ օլիգարխիկ պետությունը, այս պետությանը կռախի առաջ է կանգնեցնելու, թե ձեռ էր տալի այդ օլիգարխիկ պետության կնքահայրը լինելը։ Ես կարծում եմ ձեր բարձրացած բոլոր հարցերի պատասխանը մենք 2026-ին կստանանք եւ ուզում եմ մեր այս հանդիպումը եզրափակել բլիցով։ Ապա Կարճ հարցեր, կարճ պատասխաններով։ Որն է ձեր ամենաերջանիկ օրը։ անկախության օրը։ Ինքներդ ձեզ հետ մենակ մնալիս ինչ եք ասում։ Շատ բարդ հարց եք տալիս։ Սիրում եմ բարդ հարցեր։ Աշխատում եմ երկար մտածել շատ տարբեր թեմաների շուրջ եւ առաջին հերթին ինքս իմ առաջ ազնիվ լինել։ Երբևէ լինում են լավ ժամանակներ գրականության համար, մշակույթի համար, քաղաքականության համար։ Քաղաքականության մեջ լավ ժամանակներ ցավոք սրտի քիչ ենք ունենում, հիմնականում լավ ուրիշ չի որ այդպես է, իսկ մնացած առումով իհարկե ժամանակ կարելի է գտնել միշտ էլ, եթե ցանկություն կա։ Լավ քաղաքական գործ չի ձեր կրեդոն որն է։ Քաղաքական գործիչը պետք է լինի համառ, պետք է չունենա վախ եւ էլի չունենա վախ։ Դավաճանությունը պատրաստ եք ներել։ Ոչ, գնդակահարել դավաճաններին, առանց բռնության կոչի, սա բռնության կոչ չէ։ Որոնք են Հայաստանի Հանրապետության 3 անհետաձգելի խնդիրները։ Հայաստանի Հանրապետությունը ներսից մաքրելը,
Հայաստանի Հանրապետությունում առաջին հերթին արդարություն եւ արդարադատություն այդ համատեքստում հաստատելը, տնտեսությունը զարգացնելը եւ կախյալ վիճակից Հայաստանի Հանրապետությանը հանելը այս կամ այն որևէ երրորդ պետությունից եւ մասնավորապես ու առավելապես Ռուսաստանի Դաշնությունից։ Ձեր հարցը ինձ Ո՞նց է լինելու։ հրաշալի։ The point is really ունկնդիրներ։ Ձեր հյուրը Հարություն Մկրտչյանն էր։ Կարծում եմ մեր այս քննարկումը բավականաչափ մտորելու տեղիք կտա ձեզ։ Տարեմուտին շատ կարճ ժամանակ է մնում, 2026-ը դե ֆակտո արդեն սկսված է, և 2026-ին դուք եք որոշելու Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է մնալ խրամատների երկիր, թե մենք դառնալու ենք իսկապես ինքնիշխան, իսկապես սիրելի ու իսկապես հայրենիք։ Շնորհակալ եմ։